որպեսզի վստահ լինեք Սահմանադրականության օրինականության մեջ մեր առաջարկի, կուզենայի խնդրեի լսեք Հայաստանում հայտնի սահմանադրագետների կարծիքը այս որոշման հետ կապված, խնդրեմ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված են փոփոխությունների 3 ռեժիմներ, նախ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, կան գլուխներ եւ հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, եւ երրորդը փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի ազգային ժողովի կողմից։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության ազգային ժողովում եւ այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի 2/3 ձայները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը, այլ կերպ ասած կառավարությանը ներկայացվող պահանջները, որտեղ որ հղում է տրվում պատգամավորներին ներկայացվող պահանջներին, ինքը կարող է փոփոխվել ավելի պարզեցված, այսինքն ազգային ժողովի կողմից։ Պետականագիտական առումով կարևորագույն հարցերը պետք է շատ խորքային քննարկման առարկա դառնան, նոր համտասխան որոշումներ կայացվեն։ Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է կառավարության անդամի ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել ազգային ժողովի կողմից ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Այո, ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության որոշ դրույթներ փոփոխվում են ազգային ժողովի որոշմամբ, կոնկրետ 202-րդ հոդվածի առաջին մասում նշված են այն հոդվածները, այն գլուխները նաև, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ 148-րդ հոդվածը այդ ցանկում չկա։ Սա նշանակում է, որ մենք պետք է ղեկավարվենք, եթե փոփոխելու անհրաժեշտություն հիմքեր լինեն, 202-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի այդ փոփոխությունները կատարվում են արդեն ազգային ժողովի որոշմամբ։ Ազգային ժողովը առանց հանրաքվեի կարող է սահմանադրության որոշ գլուխներում եւ հոդվածներում կատարել փոփոխություններ։ 148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների եւ հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը։